Անեսթեզիայի ընթացքում դեղորայքի տրման չափը կապ ունի հիվանդության պատմության հետ կամ այլ փոխանցումների հետ։ Նայեք, բոլոր դեպքերում, երբ որ արդեն նշանակված է վիրահատական միջամտություն, անեսթեզիոլոգը պարտադիր պետքա հիվանդի զննություն կատարի եւ որոշի վիրաբույժի եւ պացիենտի հետ միասին, թե Ըհը, անեսթեզիայի ինչ տեսակ է կիրառվելու։ ըհը, Կարելի է նշել, որ անեսթեզիայի տեսակները բժշկական տարբեր են։ Հիմնականում երկու մեծ տեսակների ենք բաժանում. ընդհանուր անեսթեզիա, որը որ ժողովրդի մեջ եւ նույնիսկ մենք բժիշկներս օգտագործում ենք որպես նարկոզ, ընդհանուր նարկոզ եւ տեղային ըհը, անեսթեզիա։ Ընդհանուր անեսթեզիան իր հերթին կարող է էլի մի քանի տեսակ լինել, դա հիմնականում բազմակոմպոնենտ անեսթեզիայի տեսակ է, երբ որ հիվանդի գիտակցությունը անջատվում է, օգտագործում ենք հիպնոտիկներ եւ ներերակային նարկոտիկ ցավազրկողներ, ընդհանուր ցավազրկում եւ ըհը, սեդացիա ստանալու համար եւ նաեւ մկանային ռելաքսանտներ, որոնք որ անջատում են մկանները, այդ ըհը, թվում նաեւ շնչառական եւ ըհը, այդ պատճառով մենք կարիք ունենք նարկոզաշնչառական ապարատների։ Հիվանդը քնած է, ցավազրկված է եւ մկանները թուլացած են, այդ պայմաններում ըհը։ կատարվում է վիրահատական միջամտություն։